Ինչով է այս ծրագիրը տարբերվում սովորական բիզնես վարկերից։ Մեր երիտասարդ ձեռներեց հաճախորդներին կտրամադրվեն հավելյալ տեխնիկական աջակցություն։ Որ ոլորտներն են առավել հետաքրքիր այս ծրագրերի համար։ Արսվիզ բանկում մենք կարևորում ենք ոչ միայն ֆինանսավորումը, վարկի տրամադրումը, այլ այնպիսի ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ստեղծում են տնտեսական զգալի արժեք։ Ում համար է նախատեսված երիտասարդները բիզնեսում ծրագիրը։ Այն կազմակերպությունների համար, որոնք կառավարվում են երիտասարդների կողմից։ Ինչ ֆինանսավորման պայմաններից կարող են օգտվել երիտասարդ ձեռներեցները։ Արսվիզ բանկը պատրաստ է լինել ոչ միայն ֆինանսավորող կառույց, այլ երկարաժամկետ գործընկեր։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից են փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների հզորացումը, երիտասարդների ձեռնարկատիրության ներուժի բացահայտումը եւ նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։ Այս գործընթացներում կարևոր են ոչ միայն ֆինանսական ռեսուրսների առկայությունը, այլև միջազգային փորձի, գիտելիքի եւ գործընկերության հասանելիությունը։ Armswiss բանկը հավատարիմ մնալով իրական տնտեսության ֆինանսավորման եւ բիզնեսի զարգացման իր ռազմավարությանը, շարունակում է ընդլայնել համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Այս շրջանակներում բանկը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը կնքել են երկու նոր ֆինանսավորման համաձայնագիր, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության կարևոր երկու ուղղությունների աջակցմանը։ Այսօր Armswiss բանկի գործադիր տնօրենի տեղակալ եւ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանի հետ կզրուցենք այս երկու նոր ծրագրերի մասին, կխոսենք ընձեռնված հնարավորությունների, պայմանների եւ այն մասին, թե ինչպես հայ գործարարները կարող են օգտվել այս նոր երկու գործիքներից։ Պարոն Մակարյան, Armswiss բանկը եւ ԶԵԲ-ը վերջերս կնքել են երկու նոր ֆինանսավորման համաձայնագիր։ Ինչի մասին է խոսքը, ինչ ծրագրեր են դրանք, կպատմեք մի փոքր։ Շնորհակալություն։ Այո, Արսվիզ բանկը շարունակելով երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի հետ, սկսել է երկու նոր կարևոր ծրագիր, ընդհանուր առմամբ $20 միլիոն ծավալով։ Ավելի մանրամասն ներկայացնեմ, առաջին ծրագիրը վերաբերվում է երիտասարդների ձեռներեցությանը, որի նպատակն է Հայաստանում խրախուսել երիտասարդ ձեռներեցների գործունեությունը։ Իսկ երկրորդը ՓՄԶ մրցունակության բարձրացմանը ուղղված ծրագիր է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության հատուկ բաղադրիչով, որի նպատակն է խրախուսել վերջիններիս տնտեսական ինտեգրմանը։ Կարևոր առանձնահատկություն ունեն այս երկու ծրագրերը նաև նրանով, որ իրենք տրամադրում են ոչ միայն ֆինանսավորում, այսինքն Armswiss բանկը իր հաճախորդներին տրամադրելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև այս ծրագրերի շրջանակներում մեր հաճախորդները օգտվելու են միջազգային լավագույն փորձից, աջակցություններից եւ տեխնիկական աջակցությունից, մասնավորապես, որոնք օգնելու են, որպեսզի վերջիններս ավելի արդյունավետ կառուցեն իրենց բիզնես ծրագրերը եւ ներդրումային գաղափարները։ Եվ բացի այդ, Վերակառուցման Զարգացման եւ Եվրոպական բանկի, ինչպես նաեւ Եվրոպական միության աջակցության շնորհիվ այս երկու ծրագրերն էլ պարունակում են առաջին վնասի ծածկույթի բաղադրիչ, անգլերենով first loss cover, որը հնարավորություն է տալիս Armswiss բանկին դիտարկել իր հաճախորդների կողմից ներկայացված ավելի հավակնոտ ծրագրեր եւ չկենտրոնանալով առաջնահերթ գույքային ապահովության վրա, այլ ավելի շատ դիտարկելով բիզնես գաղափարը, կանխատեսվող դրամական հոսքերը եւ այլն, ինչը հնարավորություն կընձեռի մեր գործարարներին, որպեսզի իրականացնեն իրենց ավելի հավակնոտ ծրագրերը։ Իսկ կնշեք, ում համար է նախատեսված երիտասարդները բիզնեսում ծրագիրը։ Երիտասարդները բիզնեսում ծրագիրը նախատեսված է ինչպես մինչև 35 տարեկան անհատ ձեռնարկատերերի համար, այնպես էլ այն կազմակերպությունների համար, որոնք կառավարվում են երիտասարդների կողմից, այսինքն կրկին մինչև 35 տարեկան երիտասարդների կողմից են կառավարվում կամ սեփականատերը այդ իրավաբանական անձանց հանդիսանում է մինչև 35 տարեկան ձեռնարկատեր։ Հայաստանում երիտասարդների կողմից մենք տեսնում ենք, որ կան բավականին հավակնոտ եւ հետաքրքիր բիզնես գաղափարներ, ձեռներեցության նոր մտքեր, արտադրության, տեխնոլոգիայի, ծառայությունների ոլորտում եւ այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի այդ ծրագրերը բիզնես գաղափարներից դառնան իրականություն կամ արդեն գործող բիզնեսները ընդլայնվեն եւ նոր մասշտաբների հասնեն։
Ինչ ֆինանսավորման պայմաններից կարող են օգտվել երիտասարդ ձեռներեցները։ Երիտասարդների ձեռներեցության ծրագրի շրջանակներում մեր հաճախորդները կարող են ստանալ ֆինանսավորում առավելագույնը մինչև 1 միլիոն եվրոյի սահմաններում։ Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում հասանելի են ինչպես դրամով ֆինանսական միջոցներ, այնպես էլ արտարժույթով, այսինքն ԱՄՆ դոլարով եւ եվրոյով։ Վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով եւ որոշ դեպքերում հնարավոր է նաեւ արտոնյալ ժամանակահատված ելնելով բիզնեսի առանձնահատկություններից։ Բացի վերոնշյալներից, ինչպես արդեն նշեցի, ծրագրի շրջանակներում վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի խորհրդատուների կողմից մեր հաճախորդներին, վարկառուներին կտրամադրվի նաեւ գիտելիքի եւ փորձի փոխանցման միջոցառում, որը նրանց հնարավորություն կտա ել ավելի ճիշտ կազմակերպել իրենց գործունեությունը։ Կմանրամասնեք ինչով է այս ծրագիրը տարբերվում սովորական բիզնես վարկերից։ Իհարկե, այսօր բիզնեսին միայն ֆինանսավորում տրամադրելը բավարար չէ, հատկապես երիտասարդ ձեռներեցների դեպքում շատ կարևոր է, որպեսզի նրանք նաև ստանան հավելյալ աջակցություն բիզնեսի ճիշտ կառավարման, պլանավորման եւ ավելի մրցունակ լինելու համար։ Ինչպես արդեն նշեցի, այս ծրագրի շրջանակներում վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի խորհրդատուների կողմից մեր երիտասարդ ձեռներեց հաճախորդներին կտրամադրվեն հավելյալ տեխնիկական աջակցություն, որը իրենց հնարավորություն կտա պլանավորել բիզնեսը ել ավելի լավ, նոր ռազմավարություն որդեգրել եւ լինել ավելի մրցունակ շուկայում։ Բացի դա, Եվրոպական միության եւ ՎԶԲ-ի աջակցության շնորհիվ Ալփսիս բանկը երիտասարդ ձեռներեցներին այս ֆինանսավորումը կտրամադրի First Loss Risk Cover-ի այդ գործիքակազմի շրջանակներում եւ հակված կլինի դիտարկել ավելի հավակնոտ ծրագրեր եւ չի կենտրոնանա առաջնահերթ գույքային ապահովությունների վրա։ Երկրորդ ծրագիրը վերաբերվում է Արցախից տեղահանված անձանց։ Կպատմեք ինչ նպատակ ունի այն։ Իհարկե, այս ծրագրերը մեզ համար ոչ միայն տնտեսական աջակցության գործիքներ են, այլ նաև սոցիալական բաղադրիչ են պարունակում եւ ինչպես արդեն նշվեց, նպատակ ունի աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։ ՓՄԶ մրցունակության այս ծրագրի շրջանակներում ունենք շահառուների երկու խումբ, ովքեր կարող են դիմել ֆինանսավորման համար։ Առաջինը դա այն կազմակերպություններն են, որոնք հիմնադրվել են Արցախից տեղահանված անձանց կողմից, այսինքն իրենք հանդիսանում են համասեփականատեր կամ սեփականատեր, իսկ երկրորդ շահառուների խումբը այն իրավաբանական անձինք են, որոնք որպես աշխատատեղեր ստեղծել են աշխատատեղեր եւ աշխատանքի են ընդունել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Այսինքն, ինչպես նշվեց, այս երկու շահառուների խմբին աջակցության միջոցով մենք փորձում ենք լուծել ոչ միայն ֆինանսավորման հարց, այլ ավելի շատ ինտեգրման եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման խնդիրն ենք փորձում լուծել։ Կմանրամասնեք ինչ ֆինանսավորման հնարավորություններ է տալիս այս ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մեկ բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված է մինչև 3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։ Կարևոր է նշել, որ այս դեպքում ֆինանսավորման արժույթը միայն ՀՀ դրամն է։ ՓՄԶ մրցունակության ծրագիրը նաև առանձնահատուկ է նրանով, որ իր մեջ ներառում է խրախուսման շատ կարևոր եւ զգալի բաղադրիչ, մասնավորապես որոշ չափանիշներին բավարարելու դեպքում շահառուները կարող են իրենց կատարած վարկային ներդրումից ստանալ 15%-ից մինչև 35%-ի չափով դրամաշնորհ, որը էականորեն կթեթևացնի իրենց վարկային բեռը եւ ներդրումները կդարձնի ավելի գրավիչ։ Մյուս կողմից հնարավոր է նաեւ ներդրումային ծրագրերը համատեղել պետական աջակցության ծրագրերի հետ եւ ստանալ ընդհուպ մինչև 0%-ով ֆինանսավորում։ Որ ոլորտներն են առավել հետաքրքիր այս ծրագրերի համար։ Այս ծրագրերի համար հատկապես թիրախավորվում են այնպիսի ներդրումային ծրագրերը, որոնք ունեն արտահանման ներուժ կամ ստեղծում են աշխատատեղեր։ Որպես կանոն հիմնականում ակտիվ են արտադրության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ժամանակակից գյուղատնտեսության ոլորտները։ Ալփսիս բանկում մենք կարևորում ենք ոչ միայն
ֆինանսավորումը, վարկի տրամադրումը, այլ այնպիսի ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ստեղծում են տնտեսական զգալի արժեք եւ նաեւ նոր աշխատատեղեր։ Ամփոփելով այս զրույցը, ինչ կասեք այն ձեռներեցներին, որոնք ցանկանում են օգտվել այս ծրագրերից։ Մեր ուղերձը պարզ է, եթե ունեք նոր ծրագրեր կամ ցանկանում եք ձեր բիզնեսը տեղափոխել, բարձրացնել ավելի բարձր մակարդակի, մենք պատրաստ ենք աջակցել եւ այժմ կան նոր հնարավորություններ։ Ալսվիզ բանկը պատրաստ է լինել ոչ միայն ֆինանսավորող կառույց, այլ երկարաժամկետ գործընկեր։ Շնորհակալություն։